doğrudan görüşmelerin Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար ընդգծել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը ըստ թուրք նախարարի տեղ չի գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում։ Նա նշել է, որ մեջբերում մեր հարաբերությունները Հայաստանի հետ հենց այս պահին կարգավորելով Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում։ Հայաստանի վարչապետը այս շաբաթ կիրակնօրյա պատարագի կմասնակցի Արարատի մարզի Արարատ գյուղում, որտեղ Սուրբ պատարագը մատուցելու է Տեր Երվանդ Քահանա Բաբայանը։ Առաջիկա կիրակի օրը նոյեմբեր 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ Քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագի։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշմանը։ Ամստերդամին ապշեցրել է այն փաստը, որ մինչ դատական նիստը ընթանում էր, իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցը արդեն շտապել էր հրապարակել դատարանի վճիռը։ Փաստաբանի խոսքով դա աներկբա ապացույց է, որ մեջբերում Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Մարդ, որը ժամանել է իր հոր 40-ին եւ արդեն 5 ամիս անազատության մեջ է, առանց որևէ հիմնավոր ապացույցի պետք է եւս 2 ամիս զրկված մնա ազատությունից, գրել է Ամստերդամը ու նշել, որ Սամվել Կարապետյանի ներդրումային եւ անձնական իրավունքները պաշտպանելու համար փաստաբանական խումբը օգտագործելու է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։ Մեր թիմը վճռական է կանգնելու Հայաստանի իշխանությունների անօրինականությունների դեմ, գրել է Ռոբերտ Ամստերդամը։ Գյումրու ավականու անդամները մանդատը վայր դնելու դիմումներ են ներկայացրել, հայտնել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Մանդատներից հրաժարվելու եւ դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է կոմունիստական կուսակցության խմբակցության ավականու կազմը։ Այժմ փաստացի ավականու աշխատանքում լիարժեքություն չկա։ Մանդատների խնդիր են առաջ եկել ոչ միայն կոմունիստական կուսակցությունում, այլ նաև մեր քաղաքը կուսակցությունների դաշինքում։ Քվորում ապավելու համար ընդդիմությանը անհրաժեշտ է 17 մանդատ։ Ավականու մեկ նիստ արդեն չի կայացել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու նիստին չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի, եթե ավականին 3 ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ։ Ոստիկաններն առանց հիմնավորման Բեդու համայնքապետարանի մուտքը փակել են ու թույլ չեն տվել քաղաքացիներին մասնակցել դռնբաց նիստին, ահազանգել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Բեդի համայնքի ավականին այսօր որոշում է Կարմիր Սարի ճակատագիրը, նախատեսվում է սարից արցունահանել կրաքարային մերգել, որը օգտագործվում է ցեմենտի արտադրության համար։ Ավելի վաղ քաղաքացիները դիմել էին համայնքապետարանին նիստին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար, սակայն համայնքապետարանից պատասխանել էին, որ չեն կարող ասել կապահովեն մարդկանց ներկայությունը նիստին, թե ոչ, գուցե տեղ չլինի։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի փորձաքննության համաձայն Կարմիր Սարի տարածքը մի շարք վտանգված բույսերի աճելավայր է եւ կենդանիների ապրելավայր, որոնք գրանցված են Կարմիր գրքում։ Երևանի նախկին քաղաքապետ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի գույքերի եւ դրամական միջոցների վրա կալանք է դրված, հայտնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոցներ։ Ըստ դատախազության նախկին քաղաքապետը շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածություններից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ իշխանական ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժարանք Մոհամմեդ բին Սալմանին։ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ն F-35 կործանիչներ կվաճառի Սաուդյան Արաբիային, ինչպես նաև 300 հատ ամերիկյան տանկ։ Սպիտակ տան առաջնորդը Սաուդյան Արաբիան անվանել է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշոր դաշնակից։ Թագաժարանք Սալմանը
Սալմանին ասել է, որ իր երկիրը կավելացնի ներդրումները Միացյալ Նահանգներում 600 միլիարդից հասցնելով $1 տրիլիոն։ Հանդիպումից հետո թագաժառանգի պատվին կազմակերպված ճաշի ընթացքում Թրամփն իր ելույթում անդրադարձել է Գազայի խաղաղության համաձայնագրին։ The United Nations passed it. Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց Գազայում խաղաղության իմ ծրագիրը։ Կարծում եմ կարելի է ասել միաձայն։ Չինաստանը եւ Ռուսաստանը դեմ էին դրան, սակայն ընդունեցին այն, չքվեարկեցին։ Այնպես որ մենք գնահատում ենք դա, քանի որ մեկ բացասական քվեարկություն եւ այն տեղի չի ունենում։ Մարդիկ ցնցված էին տեսնելով, որ ծրագիրը հաստատվել է եւ դա մեծ պատիվ էր։ Այն ֆանտաստիկ է լինելու, կտեսնեք։ I'll tell you, I think it's something like Միջոցառմանը ներկայ են եղել նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պորտուգալիայի եւ Ալ Նասրի հարձակվող Քրիստիանո Ռոնալդոն եւ Իլոն Մասկը։ Ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Լվովին եւ Տերնոպոլին։ Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, էլեկտրակայան, օգտագործվել են կալիբր թևավոր հրթիռներ, կինժալ գերձարնային հրթիռներ, շահեդ անօդաչու թռչող սարքեր։ Պայթյուններ են որոտացել նաև Խմելնիցկիի, Իվանո-Ֆրանկովսկի, Օդեսայի, Կիևի, Դնեպրի եւ Նիկոլաևի մարզերում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կադրեր է հրապարակել եւ գրել, որ ռուսական զինուժն այնտեղ արձակել է շուրջ 48 հրթիռ։